2025-ն իսկապես կարող է պատմական տարի համարվել, քանի որ քաղաքական տեսանկյունից վերջ դրվեց Ադրբեջանի եւ Հայաստանի միջև պատերազմին, եւ մենք արդեն մի քանի ամիս է ապրում ենք խաղաղության պայմաններում, հայտարարել է Ադրբեջանի նախագահը։ Այժմ սովորում ենք, թե ինչ է նշանակում ապրել խաղաղության պայմաններում, հավելել է Իլհամ Ալիևը։ Նրա խոսքով խաղաղության պտուղներն արդեն տեսանելի են թե քաղաքական, թե տնտեսական առումով։ Ալիևի ձևակերպմամբ կայունության եւ անվտանգության նկատմամբ վստահությունն աճում է։ Ադրբեջանի նախագահը կարևորել է Վաշինգտոնյան գագաթնաժողովի արդյունքները, հիշեցրել, որ Ադրբեջանի տարածքով տարբեր բեռներ են ուղարկվում Հայաստան։ Խոսելով հաղորդակցությունների ապաշրջափակման մասին, Ալիևը նշել է. «Կմիավորենք մեր տարածաշրջանը, լավ է, որ դա անում ենք խաղաղ ճանապարհով։ Հայաստանն էլ դրանից միայն կշահի, կբացվեն Ադրբեջանի եւ Հայաստանի, Թուրքիայի եւ Հայաստանի միջև ճանապարհները։ Հայաստանը Նախիջևանով հասանելիություն կստանա Իրանի, իսկ Ադրբեջանով Ռուսաստանի երկաթուղիներին։ Այստեղ պարտվողներ չպետք է լինեն», մանրամասնել է Ադրբեջանի նախագահը։ Նա ընդգծել է, որ 2025 թվականը կարելի է պատմական համարել նաև Բաքու-Վաշինգտոն հարաբերությունների տեսանկյունից։ Ալիևի խոսքով երկկողմ շփումներին մեծապես խանգարում էր 907-րդ ուղղումը, որը խոչընդոտում էր Ադրբեջանին Միացյալ Նահանգների ռազմական եւ ֆինանսական աջակցությունը։ Այժմ նման սահմանափակում չկա երկու հիմնական պատճառով։ Նախ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պատերազմը պաշտոնապես ավարտվել է։ Երկրորդ, Միացյալ Նահանգներում իշխանության ղեկին է նախագահ Թրամփը, որը շատ պրագմատիկ է, հավելել է Ալիևը։ Նա տեղեկացրել է, որ Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի միջև դիվանագիտական ակտիվ շփումներ են ընթանում, քննարկվում է ներդրումների հարցը, եւ այս ամենին մեծապես նպաստել է Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը։ Առնվազն 35 մարդ է զոհվել եւ ավելի քան 1200-ը ձերբակալվել Իրանում մեկ շաբաթից ավելի շարունակվող ցույցերի ընթացքում, հայտնել է Human Rights Activist News գործակալությունը։ Նշվում է, որ զոհվածների թվում են բողոքի ակցիաների 29 մասնակից, 4 երեխա եւ անվտանգության ուժերի 2 աշխատակից։ Իրանական Ֆարս գործակալության տվյալով վնասվածքներ են ստացել ոստիկանության մոտ 250 աշխատակից եւ այլ ուժայիններ։ Իրանական լրատվամիջոցները հաղորդել են նաեւ ցուցարարների կողմից անկարգությունների եւ իրավապահների վրա հարձակումների դեպքերի մասին։ Որոշ քաղաքներում հնչել են նաև հակակառավարական կոչեր։ Բողոքի ակցիաներ են տեղի ունեցել երկրի 31 նահանգից 26-ում իրանական ռիալի աննախադեպ անկման ֆոնին։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ ցուցարարների պահանջներն ընդունելի են եւ կառավարությունը պատրաստ է դրանք բավարարել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ նախազգուշացրել է, որ Վաշինգտոնը կմիջամտի, եթե Իրանի իշխանությունը դաժանորեն ճնշի բողոքի ցույցերը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ՀՕՊ ուժերը ոչնչացրել են ուկրաինական հարյուրավոր ԱԹՍ-ներ, մեծ մասը Բրյանսկի, Բելգորոդի եւ Յարոսլավլի շրջաններում։ Տվերում ԱԹՍ-ի բեկորը հարվածել է բազմահարկ շենքի կան տուժածներ։ Բրյանսկի մարզում վիրավորվել է 2 մարդ, Բելգորոդում կան զոհեր։ Վորոնեժի մարզում վնասվել են երկաթուղային գծեր։ ԶԼՄ-ների տվյալով ուկրաինական ուժերը հարվածել են Լիպեցկի մարզի եւ Բաշկորտոստանի նավթային օբյեկտներին, հրդեհ է բռնկվել։ Պայթյուններ են որոտացել նաեւ Ստերլիտամակում, այնտեղ հարված տակ է հայտնվել նավթաքիմիական գործարանը։ Վոլոդիմիր Զելենսկին էլ ավելի վաղ հայտնել էր, որ ռուսական ուժերը հարվածել են Կիևի հիվանդանոցներից մեկին, բուժառուները տարհանվել են, կան վիրավորներ եւ 1 զոհ։ Ուկրաինայի նախագահը հերթական անգամ կոչ է արել գործընկերներին ուժեղացնել երկրի հակաօդային պաշտպանությունը։ Զուգահեռ ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակումներ է արել իր էջում, որոնցից մեկը ռուսերեն։ Դրա վրա գրված է. «Խաղեր մի խաղացեք նախագահ Թրամփի հետ, եթե դեռ չգիտեիք, իմացեք, նա գործի մարդ է»։ Գրառումն արվել է այդ թվում Վենեսուելայի շուրջ զարգացումների ֆոնին։ Իսրայելի ռազմաօդային ուժերը կրկին հարվածել են Լիբանանի հարավային շրջաններին, թիրախում են հայտնվել նաև երկրի մեծությամբ 3-րդ քաղաքում Սիդոնում գտնվող օբյեկտները։ Հաղորդվում է ավերածությունների մասին, զոհերի վերաբերյալ տեղեկություններ չկան։ ԶԼՄ-ների տվյալով փրկարարները որոնողական աշխատանքներ են իրականացնում։ Ցահալից հայտնել են, որ հարվածներ են հասցրել վերգետնյա եւ ստորգետնյա ռազմական պահեստների, Հզբոլահի այլ օբյեկտների, ինչպես նաև Լիբանանի հարավում Համասի ենթակառուցվածքներին։ Ավելի վաղ իսրայելական կողմը մեղադրել էր Հզբոլահին Լիբանանում շարժման մարտական կարողությունները վերականգնելու փորձերի համար, ինչը ըստ Ցահալի 1 տարի առաջ Իսրայելի եւ Լիբանանի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնության խախտում է։ Դիանա Գասպարյան, լուրեր։